Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ողջունել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը, հույս հայտնելով, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի որքան հնարավոր է շուտ և կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդի հանրապետական կուսակցությունը երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանից պահանջում է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել և մրցել Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հետ։ Կիրակի օրը առաջատար ընդդիմադիր ուժի անդամները հաջորդ նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածու են ընտրել Իմամօղլուին։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակություններն այսօր Ուկրաինայի հարցով բանակցություններ կունենան Ռիադում քննարկելու Սևծովում ռազմական գործողությունների դադարեցումը, իսկ բանակցությունների հաջորդ փուլում կողմերը մտադիր են կենտրոնանալ հրադադարի հաստատման, խաղաղապահների տարածքների պատկանելիության հարցերի վրա։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է Արևմուտքի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Համասի հրամանատարներ Ահմադ Շիմալիի, Ջամիլ Վադիանիի սպանությունների մասին։ Անցած օրերին հաղորդվել էր, որ սպանվել է նաև Համասի քաղաքական առաջնորդ Սալահ Ալ-Բարդավիղը։ Չնայած հունվարին հաստատված հրադադարին, Իսրայելն անցած օրերին վերսկսել է օդային և ցամաքային գործողությունները Գազայում, պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր պատաններին։